Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ մեդիա-հաբի հարգելի հետևորդներ, այսօր մեդիա-քասթ հաղորդման իմ հյուրն է միջազգայնագետ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանը։ Բարև ձեզ, պարոն Դավթյան, շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես մեկնարկել եք հարոզարշավը, Հայաստանը գտնվում է նախընտրական եռոզեռի մեջ, թեպետ անակնկալ չէր, բայց այնուամենայնիվ Նիկոլ Փաշինյանը նախընտրական մեկնարկը տվեց, որ Արցախը իր ձևակերպամբ Ղարաբաղը նա խուսափում է Արցախ ասելուց, Արցախը երբեք չի եղել հայկական, այլ խոսքով ասած մենք Ադրբեջանին վերադարձրել ենք այն ինչ իրենցն էր ու ավելին Հայաստանն էլ չի եղել մերը եւ 2018 ավելի շուտ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հանրությանն է վերադարձրել Հայաստանը։ Հիմա ինչպես կհակադարձեք այդ հակապետական, հակազգային, չգիտեմ էլ ինչ բառով կարելի է բնութագրել այդ ձևակերպումներին։ Անկեղծ ասած ինձ համար զարմանալի չէ Նիկոլ Փաշինյանի ուրացող կերպարը, ինքը դեռևս 90-ականներին իր հրապարակած հոդվածներում ակնհայտորեն ընդգծում էր իր հակահայկական կեցվածքի դիրքորոշման մասին եւ իր ընթացիկ ընդդիմադիր եղած ժամանակ փորձանելով կոծկել 90-ականներին իր հակահայ կերպարը։ 18 թվականին հայ հասարակությունը մանիպուլացնելով, չնայած նրան, որ 18 թվականին Նիկոլի համար չէին դուրս եկել փողոց, այլ պարզապես դժգոհ էին մեր նախկին ժամանակին գործող իշխանություններից եւ ստացվեց այնպես, որ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ եւ ցավոք սրտի։ Ուրացող կերպարը, գիտեք, ինքը շատ անողոք եւ բոլորին ատող կերպար է եւ այսօր մենք հստակորեն տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես հայ ժողովրդին ատում է։ Բացատրեմ ինչպես։ Եթե այդքան վստահ է Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ճակերտների մեջ իհարկե գաղափարախոսության մեջ, ապա ակնհայտորեն պետք է 20 թվականի պատերազմ չսկսեր, պարզապես պետք է դրա մասին խոսվեր ուղիղ, ասելով որ դա հայկական չէ, չնայած ես դա համարում եմ հակապետական եւ հակահայկական հայտարարություն, այսինքն ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կազմակերպել է պատերազմ եւ միտումնավոր սպանել է մեր զինվորներին, մեր քաղաքացիական անձանց եւ իհարկե հանձնել Արցախի մեր հայրենիքը։ Դա չէ թաքցնում։ Ասում եմ թե հակառակ դեպքում իսկ ասեին դավաճան, եթե չլիներ պատերազմ։ Դե պատերազմ։ գիտեք Նիկոլ Փաշինյանի կերպարը շատ հեռու է քաղաքական եւ մարգային տեսակի մեկնաբանությունից, ես կարծում ինքը պետք է դիմի բժշկի կամ բժիշկները պետք է զբաղվեն Նիկոլ Փաշինյանի մոտեցմամբ եւ քաղաքական դիսկուսով, որովհետեւ այդտեղ ոչ տրամաբանություն կա, ոչ որևէ հայի բնորոշ դիրքորոշում կա, միայն իր լուրջ կերպարը դա ղժղժալու մեջ է։ Ղժղժալ, մարկանց վախեցնել, ճնշել, ասեմ ավելին, անգամ այս քարոզչական շրջանում, երբ որ մենք իրականացնում ենք քարոզչական ծրագրի ներկայացում արդեն իսկ մարզերում, մեր հետևից անընդհատ կա այդ այսպես կոչված իրավապահ մարմինների պոչերը։ Անընդհատ կան հետապնդման պրոցեսներ, ուսումնասիրում են մեր ուրեմն քարոզչական ծրագրերի իրականացումը, ֆիքսում են տներ, որտեղ ենք մտել, չնայած դա մեզ առավել եւս ընդհանրապես չի վախեցնում ոչ էլ որևէ ձեւով ետ պահ մեր process-ից, պարզապես ակնհայտ է, որ իրանք հստակ ունեն վախ մեր քաղաքական ուժի նկատմամբ։ Ինչով է սա պայմանավորված, եթե օրինակ 21 թվականին Նիկոլ Փաշինյանը կարացավ մեր հասարակությունը մոլորեցնի պատերազմի եւ ոչ պատերազմի կուսակցությունների մեկնարկով, հիմա դա իր մոտ չի ստացվելու, որովհետեւ ակնհայտ էր 21 թվականից հետո հենց Նիկոլ Փաշինյանը դարձավ պատերազմի կուսակցության առաջնորդ եւ տարածքներ կորցրեցինք Հայաստանի Հանրապետության սուվերեն, կորցրեցինք Արցախը ամբողջությամբ, զոհեր, հիմա առավել եւս կան լուրջ անվտանգային ռիսկեր, այսինքն ես ունեմ հստակ վարկած եւ որոշ չափով նաեւ պնդում, որ Նիկոլ Փաշինյան քաղաքական ճակերտների մեջ ֆիգուրը ինքը գտնվում է սուր կոմպրոմատների տակ Ադրբեջանի կողմից եւ պարբերաբար եւ սպառնում է Հայաստանի ժողովրդին ինչպես Իլհամ Ալիևը եւ վախեցնում է պատերազմում ինչպես Իլհամ Ալիևը տարբերություն չկա։ Հետևաբար մենք կարող ենք պնդում անել, որ 26 թվականի հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը ոչ թե առաջադրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ Ադրբեջանի, ինչպես իրանք են ասում ճակերտների մեջ, Արևմտյան Ադրբեջանի մարզպետ։ Ներկայացուցիչ։ Այո, եւ այստեղ այսպես ասած սահմանագիծը շատ հստակ է անցնում։ Եթե մեր հարգելի հայրենակիցները ընտրում են Նիկոլ Փաշինյանին մոռանալով, այսպես թվեմ, հա,
20 թվականի պատերազմը, մոռանալով 21 թվականի խոստումները Շուշի եւ Հադրութի դեօկուպացիան, մոռանալով Արցախի հարցի լուծումը ԵԱԿ Մինսկի շրջանակում, մոռանալով 22 թվականի Ջերմուկի եւ Սյունիքի հյուսիս հարավ-արևելյան շրջանի օկուպացիան, մոռանալով որ Նիկոլ Փաշինյանը ամիսը 1 դառնում է, այսպես ես միշտ վերացական եմ ասում, Նիկոլ Փաշինյանը տանում է երևի կա մի 14 սենյակ մոտավոր, հա, կարող ավելի շատ է, ես մի քիչ մեղմ եմ իրավիճակը, որ շատ իրեն վատ չզգա, ամեն անգամ մտնում է սենյակ դուրս է գալիս Նիկոլ Փաշինյանը 1, Նիկոլ Փաշինյանը 2 ու ամեն անգամ տարբեր Նիկոլ Փաշինյանն է խոսում։ Այսինքն 14 Նիկոլ Փաշինյան։ Ես կարծում եմ այո, կամ 16, ինչպես իրանք են ասում, տարբեր տեսակի Նիկոլ Փաշինյաններ կան այդ սենյակներում թաքնված, որ դուրս գալով այսպես հանրային դաշտ փորձում են մարդկանց մանիպուլացնել։ Եթե անգամ սա պետք է մոռանում էր հասարակությունը, դրան հավելեք նաև հայ առաքելական եկեղեցիները, ազգային արժեքների ուրացումը, ցեղասպանության ուրացումը, առհասարակ հայության ուրացում, ես այսպես կասեմ, ապա չպետք է մեղադրել հետո, երբ որ Աստված չանի Նիկոլ Փաշինյան դառնա վարչապետ, հետագա աղետների մեջ որևէ մեկին, ոչ նախկիններին, ոչ մեր քաղաքական ուժի ղեկավար Սամվել Կարապետյանին, ոչ մեկին, միայն իրենց գծերը շատ ակնհայտ են։ Հիմա Նիկոլ Փաշինյանը շատ բաց է խաղում։ Ասում է այն ամենը, ինչը չէր ասել 21 թվականին։ Եթե մեր հասարակությունը ամենայն հարգանքով բոլորի ընտրական իրավունքի նկատմամբ, բոլոր հայերի նկատմամբ, եթե մարդիկ պետք է ընտրան նման ուրացող կերպարիկ, նման ստախոս կերպարիկ եւ հակահայկական կերպարի, ապա իրենք պետք է ընդունեն այն ապագան, որը իրենց սպասվում է, առանց որևէ, այսպես ասած, քաղաքական ճնշման կամ որևէ վատ խոսույթի։ Ես դրան դեմ եմ եւ ամենայն հարգանքով եմ մոտենում մեր ժողովրդին։ Սա է տարբերությունը։ Եվ չեմ ուզենա շատ խոսել Նիկոլ Փաշինյանից, որովհետև ինքը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ճակերտավոր հայ, ինքը իրեն շուտվանից է սպառել։ Եկեք խոսենք ձեզնից, պարոն Դավթյան, բայց ինչ կտրվածքով, նայեք, Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկում հանրությանը, որ ինքն է խաղաղության երաշխավորը, այսինքն խաղաղությունը հենց ինքն է։ Նիկոլ Փաշինյանը հենց ինքը խաղաղությունն է, մի կողմ թողնենք, որ հենց ինքն է բերել պատերազմ, նայեք, նա ստեղծել է մի եռագլուխ հրեշ, որոնց գլուխներից մեկն էլ դուք եք, եւ նրա ձևակերպմամբ, եթե դուք եկաք իշխանության, ապա հաջորդելու է դրան պատերազմ, նույնիսկ ժամկետները նշել, որ սեպտեմբերին լինելու է պատերազմ։ Հիմա դուք ինչպես կարող եք մեր հանրությանը բացատրել, որ այնուամենայնիվ ձեր իշխանության գալը չի նշանակում պատերազմ ու գուցե հակառակը խաղաղություն, դուք հիմնավոր եք, ես չեմ ուզում ասենք հիմնավորումների մեջ մտնել։ Ուղղակի այդ համատեքստում էլի, այդ շանտաժի համատեքստում։ Շնորհակալ եմ հարցի համար, իրոք կարևոր հարց է։ Նախ ինչու հենց սեպտեմբեր ամիսն է Նիկոլ Փաշինյանը ընտրել, դա միայն Նիկոլ Փաշինյանը չի ընտրել։ Իդեպ շեշտեմ, որ ադրբեջանական 20 թվից հետո ադրբեջանական անգամ 20 թվին նույնպես ադրբեջանական յուրաքանչյուր հարձակում լուրջ մեծ պատերազմ կամ փոքր ծավալի լարվածություն սահմանին եղել է սեպտեմբեր ամսին։ Այսինքն մեր ժողովրդի մոտ կա հոգեբանական բարդույթ, հոգեբանական վախ սեպտեմբեր ամսվա process-ների նկատմամբ եւ դա պատահական կիրառելիություն չի գտնում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դա տեխնոլոգիա է մարդկանց հոգեբանական ճնշման ենթարկելու։ Սրա համար է սեպտեմբեր ամիսը նշվում։ Եթե առասարակ վերցնենք պատերազմի շրջանները, միայն սեպտեմբեր ամիսը չի պատերազմի շրջան, ամառնա պատերազմի շրջան, գարնան-սկիզբ պատերազմի շրջան։ Այսինքն պատերազմը չունի սեզոն։ Ոչ, չունի սեզոն։ Պատերազմը սկսվում է ըստ անհրաժեշտության եւ ըստ պահի։ Այո, նաեւ եղանակային պայմանները հաշվի առնելով սեպտեմբեր ամիսը միայն Փառք Աստծո Հայաստանի Հանրապետության տարածաշրջանը միայն սեպտեմբեր ամիսը չի, որ արևոտ ամիս է, այսպես մի քիչ եկնանքով ասեմ, եւ սա է սեպտեմբեր ամսվա խոսույթի պատճառահետևանքային կապը։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժին, գիտեք, ես մի բան ասեմ, Սամվել Կարապետյանը իր ապրածով առած դրածով բազմիցս ապացուցել է, որ հայ ժողովրդի կողքին է եղել անգամ այն ժամանակ, երբ որ ինքը կարար չլիներ, կարար պարզապես իր ունեցվածքով վայելել իր կյանքը, չներգրավել Հայաստանի որևէ սոցիալ-տնտեսական հարցերի լուծմանը, մարդկանց կրթության զարգացման, առհասարակ յուրաքանչյուր ոլորտում իր ներգրավվածությունը չունենար, որովհետև ինքը իր ունեցվածքը կուտակել է դրսում, տարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, եվրոպական մի շարք երկրներում, այստեղ շատ չէ մանիպուլացում, մենակ Ռուսաստանի ֆակտորը, ես հատկապես շեշտեցի մի քանի երկրներ, որ մեզ լսող հայրենակիցները հասկանան, որ մեր ղեկավար Սամվել Կարապետյանը հաջորդ վարչապետը ունի շատ մեծ ռեսուրս ամբողջ աշխարհում, միայն մի երկրից կախվածություն չունի։ Եվ պատահական չի, որ այսօր հասկանալով եւ գիտակցելով պահի լրջությունը, մինչ այդ հույսը դնելով քաղաքական այլ ուժերի վրա, որպեսզի քաղաքական ուժերը զբաղվեն Հայաստանի Հանրապետության ապագայով եւ Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ,
Եկել է պահը, որ քաղաքական ուժերը ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ պարզապես չեն կարողանում Նիկոլ Փաշինյանին ինչ պատճառներով հեռացնել իշխանությունից։ Ես չմտնեմ քաղաքական տարբեր քննարկումների մեջ, պարզապես այդպես մեկնաբանեմ։ Եվ Սամվել Կարապետյանը այդ ծանր բեռը վերցրել է իր վրա։ Ես պարզ ասեմ, անկեղծ ասեմ, շատ քիչ մարդ կհամարձակվեր նման մարտահրավեր նետեր Նիկոլ Փաշինյանին, նման մասշտաբի մարտահրավեր նետել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե նրա պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը անհաղթահարելի կերպար է, պարզապես հաշվի առնելով ովքեր են կանգնած Նիկոլ Փաշինյանի մեջքի ետևում, հատկապես մեր ոչ բարեկամ երկրները, այսպես ասած։ Մնացածների մասին չեմ ուզի թվել, բացի այդ նաև Սամվել Կարապետյանը ունի շատ մեծ բանակցային ռեսուրս, շատ մեծ անձնական հարաբերություններ աշխարհում որոշում կայացնող մարդկանց հետ եւ իր ներուժով միայն ֆինանսականի մասին տեսակ չշեշտեցի, հատուկ եմ սա ասում, որ մեր հասարակությունը չմտածի, որ փողն է ամեն հարցերի լուծումը, ոչ, այսօր միջազգային հարաբերությունում շատ կարևոր անգամ ավելի թանկ դեր ունի անձնական հարաբերությունները ղեկավար անձանց հետ։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ անձնական հարաբերությունները կարող են երաշխիք հանդիսանալ խաղաղության հաստատման համար, որտեղ Նիկոլ Փաշինյանը սպառնում է պատերազմով, այսինքն չլինեմ ես, լինի այս կամ այս ուժը կամ երեքը միասին, անպայման դրան հաջորդելու է պատերազմ։ Պարոն Կարապետյան, մի հատ պարզ միտք ասեմ, ինձ թվում է քիչ ավելի հասարակ մտքով ձևակերպեմ, այսինքն ինչ է ստացվում Նիկոլ Փաշինյանը ենթադրենք, չեմ կամենում ոչ մի բան, չեմ սպառնում, ուղղակի օրինակ եմ բերում, ենթադրություն եմ անում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հեծանվով շատ է չես սիրում հեծանիվ քշել, հեծանիվ ակշուն, մեկ էլ տեսար ընտանխնդրականում էլի հեծանիվ քշել սովորեց, մի բան պատահում է Նիկոլ Փաշինյանը, այդ մարդը, որ այդ ճակատագիրը որոշում է, որ Նիկոլ Փաշինյանը հեծանվով պետք է մահականացում կնքի, չեմ սպառնում, սա ի դեպ մի 6 անգամ կրկնեմ, չասեն սպառնալիք է։ Այսինքն ինչ, Նիկոլ Փաշինյանը հեծանվից ընկնելով, վնասված ստանալով ավետվեց այլ երկիր, պետք է մեր երկրում պատերազմի լինի։ Մոռացեք, որ նա համբարձվելու սովորություն ունի։ Գիտեք, մի 100 անգամ արդեն համբարձվել է 5 տեղացում։ Ես ասում եմ մեր հասարակությանը իմ շատ սիրելի հարգելի հայրենակիցներ, արդյոք ձեզ պետք է մի մարդ, որից կախված է ձեր ճակատագիր, նաև իմ, տարբերություն չդնեմ։ Ոչ չէ, պարզ է, որ բոլորն էլ մահկանացու են, ինչ որ X ժամանակ գնալու են այն երկիր եւ այն աշխարհ ավելի ճիշտ։ Եվ պարզ է, որ եթե մի անձից է կախված մեր բոլորիս ապագան, ավելի լավ կախված չլինի այդ անձից։ Հեծանիվ չէ, կլինի, ասենք, այդքան արագ են, չէ՞, քշում, մարդ են գցում մեքենայի տակ։ Վաղը մյուս օրը այդ մեքենա վարողը ինչ-ինչ պատճառներով առողջական խնդիրով չկարանա ճիշտ վարի, վթարի ենթարկվեն։ Ես չեմ կամենում ամենայն այո, սա շեշտեմ, որ չասեն, գիտեք, ինչ կա, սպառնում է, հատկապես մեր ուժի հանդեպ կա այսպես խոշորացույցով ամեն բառի հետևից ընկնելու սովորություն ու շատ պարզ է, իրենց վախերի մասին է խոսում, ու այդ մարդը չի լինում այս կյանքում, այսինքն ինչ մենք պետք է Նիկոլ Փաշինյանիով կապենք մեր ապագան, ու այդ մարդը հո շատ կներեք, վամպիր չի, իմ քիչ այսպես պարզ ասեմ։ Միգուցե վամպիրը մարդկային կյանքերի խլման առումով, բայց հավետ ապրելու հնարավորություն չունի եւ փառք Աստծո, ես չեմ ուզում, որ նման մարդը մեր երկիրը ղեկավարի։ Մեր երկիրը պետք է ունենա փոփոխական իշխանություն, զարգացման տեմպով իշխանություն, այլ ոչ թե մի անձով պայմանավորված ինչ որ մի ղեկավար, ով քնում զարթնում, խոսում է ադրբեջանի լեզվով, քնում զարթնում Ալիևի խոսույթներն առաջ բերում մեր ժողովրդին է սպառնում։ Ես չեմ ուզում, վստահ եմ, յուրաքանչյուր թասիբով հայ, այսպես ասեմ, յուրաքանչյուր արժանապատիվ հայ, գիտակից հայ, չի ուզենա սա։ Պարզ տրամաբանական բան է։ Պարոն Դավթյան, նայեք, դուք ձեր ուժը նկատի ունեմ նաև մշտապես ասում եք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Իհարկե յուրաքանչյուր քաղաքական միավոր, որը գնում է ընտրության, մանավանդ վերցնում է այնպիսի հռետորաբանություն, որ անպայման ես եմ լինելու հաջորդ իշխանությունը, դա նորմալ է քաղաքական տեսանկյունից, բնականաբար պետք է ուժը վստահությամբ գնա ընտրությունների եւ ընտրողին նաև հաղորդի այդ վստահությունը։ Այո։ Սակայն քաղաքականության մեջ միշտ չի որ լինում է այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Մի պահ պատկերացնենք, թեպետ չեք ուզում պատկերացնենք, բայց այնուամենայնիվ եկեք պատկերացնենք, Նիկոլ Փաշինյանին հաջողվում է վերարտադրվել։ Հիմա դուք որպես քաղաքական ուժի հայտ ներկայացրած այնպիսի ուժ, որը ամբողջական իշխանափոխության է գնում։ Ունեք այնպիսի մի գործողություններ, որոնք արդեն հետընտրական գործընթացներ են ենթադրում։ Նիկոլ էլի եմ շեշտում, կապ չունի ինչ ձևով վարչական ռեսուրսներ կլինի, ֆինանսական ռեսուրսների, թե բռնաճնշումների։ Հունիսի 8-ին արթնանում ենք եւ պարզվում է նորից մեր
վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Աստված Եվրոպայի բեթարից ու նաև բոլոր տեսակի Նիկոլ Փաշինյան կերպարներից, ուղղակի ես մի բան կասեմ, որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի եւ չթվա թե ես պարզապես խուսափում եմ հարցին պատասխանելուց, ես ինքս ապրիլի սկզբից Գեղարքունիքի մարզում եմ, այս տարբեր քաղաքներում եւ գյուղերում հանդիպում եմ գետնի վրա մարդկանց հետ, դռնեդուր սկզբունքով, շփվում եմ տարատեսակ մեր հայրենակիցների հետ, բոլորը յուրահատուկ լավն են, յուրահատուկ տարբերվող են ու ինքնությամբ լի մասնավորություններ են եւ պարզապես մի բան կասեմ, որ 21 թվական չի այլևս 21 թվական չի այլևս այն առումով, որ Նիկոլ Փաշինյանը չի վայելում հանրային մոբիլիզացիա, հանրային աջակցություն եւ այն խապկանքները եւ այն կտերը, որ կարողացել է Նիկոլ Փաշինյանը մեր սովորական գյուղացուն, որ ամբողջ օրը հողի հետ աշխատելով երեկոյան հմեկ է նայում եւ մանիպուլացում է հմեկի տեղեկատվական դաշտից, այլևս այդ մարդիկ այդ կուտը չեն ուտում։ Կան մարդիկ այո, որ աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ մենք ամենայն հարգանքով ենք վերաբերվում, չենք անպատվում, չենք բաժանում մարդկանց, պարզապես ասում ենք Աստված ձեզ պահապան եւ այդ անցանց հետ չենք շարունակում մեր խոսակցությունը եւ մեր հիմնական դիսկուսի եւ շփման արդյունքում շատ մեծ ես եթե սուտ չասեմ, առնվազն 100 գյուղ արդեն մենք մտել ենք։ Ես Գեղարքունիքի մարզի պատասխանատուն եմ եւ հաշվի առնելով նաեւ որ հունվար ամսվանից տարբեր մարզերում եմ եղել, ես ընդհանուր խմբականակով եմ գյուղերն ասում, բայց Գեղարքունիքի մարզի եթե ոչ 60, ապա 80% գյուղերը մենք արդեն իսկ մուտք ունենք եւ մարդկանց հետ հանդիպումներ ենք ունեցել եւ շարունակելու ենք մինչեւ ընտրությունների ավարտ։ Ես կարող եմ մի բան հաստատ պնդել եւ իմ մարզեմ ասում ճիշտ է ծննդով հայտնի չեմ, բայց ամեն դեպքում ես ինձ համարում եմ Գեղարքունիքին, իմ համար կարեւոր որ Գեղարքունիքի մեր ժողովուրդը ինձ կարողանա ճիշտ ընկալել եւ դրա համար Գեղարքունիքի մարզով անպայման նշեշտեմ, որ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում այլևս մեծամասնություն չի։ Ինքը իր քաղաքական կերպարով սպառել է եւ հաշվի առնելով այս վերլուծական փոքր հատվածը ես կարող եմ պնդում անել, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող դառնալ որևէ ռեսուրս չունի մեր այս 26 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում մեր, այսպես ասած, արդեն 4-րդ ուրեմն ժամանակաշրջանը դառնա վարչապետ, որովհետև հասարակությունը հասկացել է եւ ընկալել է Նիկոլ Փաշինյանի կեղծ կերպարը, հասկացել է, որ Նիկոլ հատկապես Գեղարքունիքի մարզի մեր հայրենակիցները ասում են, այս մարդն եկավ 18 թվին խոստովանել, որ մեր սոցիալական վիճակը կդզեր, ասենց ուղղակի, հա, այսպես առօրյա խոսակցականով օրինակը բերեմ։ Խափում է 10,000 դրամ թոշակա բարձրացնում, բայց չի հասկանում, որ նաև լավ հասկանում է, որ սննդամթերքի գինն էլ է բարձրացած, այսինքն այդ թոշակը այսպես թե այնպես որևէ ազդեցություն չունի մարդկանց վրա։ Այո, դա նախընտրական, այսպես ասած, ընտրակաշարք էր մեր հասարակությանը, հատկապես թոշակառուների հայրենակիցներին եւ հաստատ եմ ասում ձեզ, իմ անձնական համոզմունքն եմ ասում, որովհետև գետնի վրա մարդկանց հետ շփվում եմ, Նիկոլ Փաշինյանը շանս չունի։ Այսինքն դուք բացառում եք այն տարբերակը, որ հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը կվերարտադրվի։ Եթե լինեն արդար ընտրություններ, սա Դրա համար եմ ասում, մի պահ պատկերացնենք, որ նա վերարտադրվում է կիրառելով վարչական ռեսուրսները, ֆինանսական ռեսուրսները, բռնաճնշումները եւ այսինքն ողջ գործիքակազմը, որը նա ունի իր ձեռքի տակ, նա այդ ամբողջը կիրառում է եւ էլ եմ ասում, զարթնում ենք առավոտյան 8-ին, տեսնում ենք էլի Նիկոլ Փաշինյանն է վարչապետը։ Հիմա մենք ընտրողներս, որոնք ունենք նաեւ ընդդիմադիր հայացքներ եւ ընտրում ենք այս կամ այն ընդդիմադիր ուժին, մենք ինչ կարող ենք ակնկալել ընդդիմադիր ուժերից, որպեսզի ի վերջո պսակվի հաջողությամբ ընդդիմության Տեսեք, կարևոր հարց եք տալիս, նախ պետք է շեշտենք, որ եթե տեղի ունենան լայնածավալ ընտրախախտումներ, որի նախերգանքը տեսնում ենք արդեն, տարատեսակ ընտրակաշառքների ձևով, այո, կլինեն մեր ժողովուրդը տեղալինելու իր ձայնին, իր կատարած ընտրությանը եւ ընտրախախտումների լայնամասշտաբ հանգամանքով մենք ունենք եւ պլան B եւ պլան C-ն այդպես մինչեւ մեր ալֆավիտի, այսպես ասած, մեր ուրեմն այբուբենի վերջի տարի պլանները եւ մեր համար այսպես միայն մենք չենք ապրում այն պատկերացման, որ վերջ Նիկոլ Փաշինյանին հաղթել ենք եւ այսպես ավարտվեց այդ թեման։ Ոչ, մենք նաեւ ունենք մեր նախապատրաստած ծրագրերը հետագա զարգացումների համար։ Ես անձամբ այդ մասով, այսպես ասած, ավելի հանգիստ եմ ներքուստ, որովհետեւ կան մոտեցումներ, որոնք անպայման լինելու են, եթե Նիկոլ Փաշինյանը Աստված չանի, ականջին օղ չանի մերս կոչեր իրան,
փորձի կեղծել ընտրություններ, որովհետև այս process-ները մենք լավ ուսումնասիրում ենք, հա, եւ լինում են գյուղապետեր տարբեր գյուղերում, որ սպառնում են օրինակ մեր քարոզչական ծրագրի իրականացնելու process-ին, կռիվ են ինադու հրահրում, որ մենք տեղում ինչ-որ կոնֆլիկտի գնանք եւ քերական գործեր վրա հարուցենք, այսինքն պրովոկացիաները շատ լավ կան եւ մենք լավ գիտակցում ենք, հատկապես Գերարքունիքի մարզում, որ գյուղում, որ գյուղապետը, որ քաղաքում, որ քաղաքապետը կարող է ինչ-ինչ process-ներ անել, մենք բոլոր այդ ճյուղերին շատ լավ տիրապետում ենք, հավատացնում եմ ձեզ, Աստված չանի, թող իրենց ականջին օղ անեն, փորձեն գնան ընտրախախտումների եղանակով։ Այսինքն ունեք գործողությունների պլան, ասենք սցենարի վատագույն զարգացման դեպքում ունեք գործողությունների պլան, դրանք ներառում են իրենց մեջ նաև փողոցային։ Եկեք ես չբացեմ փակագծերը, որովհետև ամեն դեպքում անակնկալ անելուց պետք է լավ անակնկալ անես, որ դիմացիդ ուժը պարզապես, այսպես ասած, մասերի բաժանվի, չկարողանա դիմագրավել քաղաքական պայքարին եւ եկեք ես չեմ սիրում, գիտեք, առունչը թռած հոп ասել, ամեն դեպքում դա պարզապես ժողովրդական խոսք չի, որտեղ երբ որ առունչը թռած հոп ես ասում, չգիտես, այդ առողջական ինչ խնդիրներ կա։ Հասկանալի է, չէ, իհարկե մի բացեք քաղաքարտերը, բնականաբար դա չի մտնում քաղաքական այբուբենի մեջ, ուղղակի փաստենք, որ եթե Նիկոլ Փաշինյանը օգտագործի իր վարչական ռեսուրսները եւ վերարտադրվի, դուք կանեք այնպիսի գործողություններ, որը ԿՊ-ին կբաժանի մասերի։ Գիտեք, ես ասեմ ավելի հստակ, որ մեզ լսողները ճիշտ հասկանան, բաժանել մասերի եսի նկատի ունեմ մարդկանց ֆիզիկապես էլի, որովհետև հասկանում եք, այսօր մենք գտնում ենք դուք ռեպրեսիաների տակ եւ հատկապես պետք է դա արձանագրել քաղաքական միակ։ Այդ չենք թողի, որ իրենք լինեն իշխանություն, այսպես ասեմ, ընտրախախտումներով վերարտադրված իշխանությունը պարզապես ոչ լեգիտիմ է լինելու, հակասող սահմանադրությանը, հակասող մեր օրենքների։ Մենք նույնպես շարժում ենք օրենքներով։ Այս ձայնագրությունները, որ մեկու մեջ գցում են, ակնհայտ է, որ այդտեղ մոնտաժված ձայնագրություններ կան, հատկապես մենք կարող ենք հեռախոսով խոսել իրար, ենթադրեք ձեր ծննդյան օրն է, սրանք եմ ասեմ, պարոն Կարապետյան ջան, ցես մի հատ լավ նվեր եմ պատրաստել եւ հանդիպենք, բայց չի, դա ոչ մեկ չասեմ, որ կդատվենք, չասեմ, որ կաշարք տվող, այո, չէ, ես խոսում եմ process-ի մասին, էլ դուք ինձ անձնապես հրավեր եք անում, ես զանգում ձեզ, կտրում են այդ հատվածը ձայնագրությունից, չեն շեշտում, որ ձեր ծննդյան օրն է եւ դա դիտարկվում է որպես ընտրակաշարք, հասկանում եք, իսանց տրամաբանության ծիրը ուրա հասնում, անգամ տրամաբանությունն այդտեղ աչանկյունում կանգնած ծիծաղում մարկանց այդ տրամաբանության վրա եւ ուղղակի ես մի բան կասեմ, որ մեր հասարակությունը, մեր հայերը, իմ շատ սիրելի գերարքունցիկները, իմ համար այդ մարզի ժողովուրդը շատ յուրահատուկ սպეციფიկ ապրող ժողովուրդը չեմ առանձնացնում, պարզապես այս վերջին ամսից ավել իրաց հետ շփվում եմ, շատ հետաքրքիր հայկականով ընդգծված բնավորություն ունեն եւ իրենց համար ոչ թե կարեւոր է ԿՊ-ն, ոչ թե կարեւոր է մեկ այլ քաղաքական ուժ, այլ կարեւոր է այնպիսի մարդ, այնպիսի ղեկավար, ասում եմ, մեզ թասիբով հայապետք։ Ես ինձ շատ եմ այդ արտահայտությունը լսվել։ Սլեմատ Նիկոլ Փաշինին նայում ենք ոնց է խոսում, մեզ այտենց ղեկավար պետք չի։ Մեզ պետքա թասիբով հայ, ով իր երկրի եւ ժողովրդի պատիվը բարձր կպայի։ Մարդիկ կարիք ունեն հասարակ բանի, հասկանում եք։ Անվտանգությունն էլ է կարևոր, տնտեսությունն էլ, բայց մարդիկ այնքան վիրավորված են, որ նման արտահայտություն են անում, ասում մեզ թասիբով հայ է պետք, ոչ Նիկոլ Փաշինի։ Այսինքն վիրավորված է նաև ազգային արժանապատվությունը։ Այո, ոտնատակ տրված է, ես կասեմ։ Պարոն Դավթյան, դուք միջազգայնագետ եք, անդրադառնանք նաև այդ բնագավառին, սակայն էլի փորձելով դուրս չգալ այս նախընտրական համատեքստից, որովհետև նայեք, օրերս Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դրան հաջորդեց ԵՄ Հայաստան գագաթնաժողովը։ Հիմա ըստ ձեզ այդ գագաթնաժողովը քաղաքական առումով նախ Հայաստանի Հանրապետությանը ինչ է տալու, եթե տալու է առհասարակ, արդյոք այն չի վտանգում, որպեսզի Հայաստանը վերածվի թաթերաբեմի բախման շահերի աշխարհակաղակական տարբեր կենտրոնների բախման շահերի թաթերաբեմի եւ արդյոք այն չուներ ընդհանրապես նախընտրական բնույթ, այսինքն արևմուտքը դրանով փորձում էր ոչ միայն աջակցել Նիկոլ Փաշինյանին, այլ նաեւ քարտ բլանշ տալ նրան այս ողջ նախընտրական ժամանակահատվածում անել այն ամենը, ինչ ուզում է։ Գիտեք, մեկ օրինակ բերեմ եւ ձեր հարցին պատասխանեմ 2017 թվականին, եթե տարեթիվը չեմ շփոթվում, ֆրանկոֆոնիայի գագաթնաժողով էր Հայաստանում, գիտեք ինչ մեծ տարբեր երկրների ներկայացուցիչներ եղան, մեծ ծավալի գագաթնաժողով անցկացվեց եւ 18 թվականին տեղի ունեցավ այսպես կոչված հեղափոխությունը, որ ես անվանում եմ խեղափոխություն, դա հեղափոխության խեղված տարբերակներ
Եվ ես չեմ ուզենա մեր հասարակությունը այս եվրոպական գագաթնաժողովը, որը ունի որևէ պաշտոնական եւ որևէ ֆորմալ բնույթ, պարզապես ոչ ֆորմալ եւ 22 թվականին ստեղծված միջազգային միավորում է, որը իր մեջ պարունակում է ավելի շատ հակառուսական տրամադրություններ կրող երկրների ընկալում եւ այսօրվա process-ները, որոնք կան այդ գագաթնաժողովի շուրջ ձևավորված, մեր համար ստեղծում են շատ ռիսկեր, ոչ միայն անվտանգային, այլ տնտեսական։ Գիտեք, ցավոք սրտի նման հնարավորություն չկա Հայաստանի Հանրապետության տարածաշրջանից control shift հատվածով վերցնել, դնել Խաղաղ օվկիանոսի ափին եւ ասել մենք դառնանք ծովափնյա ինչ որ երկիր, մենք պետք է միշտ հաշվի նստենք մեր տարածաշրջանում երկրների հետ եւ գերտերությունների հետ։ Ես չեմ ասում պետք է կախվածություն ունենանք, ես չեմ ասում պետք է անպայման մի հյուսիսի բարեկամի մասին մտածել եւ նրա հետ աշխատել։ Իմ ասածը պարզապես հասարակ եւ ճկուն դիվանագիտական եւ միջազգային հարաբերությունների տրամաբանության ներքո է դիտարկվում, խոսքս վերաբերում է բազմավեկտոր հարաբերություններին։ Երբ որ դու ինչու ենք մենք ասում, մեր խաղաղությունը երաշխավորված չի, մեզ պետք է երաշխավորված խաղաղություն, որովհետեւ փորձը ցույց է տվել, որ ընդհանրապես մեկ երկրից կախվածություն ունենալը տարբեր կոնֆլիկտների կառավարման համատեքստում ունենում է կախվածության բարձր մակարդակ, բայց երբ դու կարողանում ես քո երկրի ոչ միայն անվտանգությունը, այլ տնտեսական անվտանգությունը, հարաբերությունները կապել մի շարք այլ որոշում կայացնող երկրների հետ, ավտոմատ այդ բալանսը զսպման օղակը մեկը մյուսին վերականգնում է, գտնվում է հավասար դիրքերում։ Իսկ հիմա Հայաստանը գտնվում է շատ ցածր մակարդակում, Ադրբեջանը ամենաբարձր եւ պատահական չէ, որ Իլհամ Ալիևն ասում էր, որ այս վերջերս, ասեմ, այս վերջերս, եթե չեմ սխալվում 3 Իլհամ Ալիևը գնացել էր Կովսականի հատված, այդ գետի ափին հայտարարություններ արել, եւ ասել էր, որ այսօր Ադրբեջանի այսպես միջազգային դերակատարությունը մեկը 10-ի է Հայաստանի Հանրապետության հետ մեկտեղ, այսինքն իր քաղաքական տեքստում հստակ արձանագրված է, որ այսօր Ադրբեջանը ավելի բարձր դիրքերում է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ասեմ ավելին, մեր հասարակություն թող ձեր եթերում էլ իմանա, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետին աջակցում է քո թշնամի պետության ոչ միայն նախագահան, այլ նաև տարբեր հանրային դեմքեր, դա ազգային անվտանգության ռիսկ է։ Ինչի պետք է քո թշնամի շատ սիրի քո ղեկավարին, սա բարձ հարց եմ տալիս ու եսին պատասխանում տամ։ Պատասխանում է իր շահերը։ Այո, մեր հասարակությունը թող իր ձևով պատասխանի այդ հարցերին։ Ես վստահ եմ, որ եթե նման աջակցություն կա ու կա նման աջակցություն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի, բլոգերների, քաղաքական տարբեր գործիչների, սա պարունակում է մեկ անվտանգային ռիսկ, այսինքն Նիկոլ Փաշինյանը դիտարկվում է որպես արևմտյան Ադրբեջան, ինչպես ադրբեջանցիք են պնդում, ապագա մարզպետ։ Իսկ արևմտյան Ադրբեջանը առհասարակ Ադրբեջանի տրամաբանության մեջ տեղավորվում է ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետության գոյությունը ժխտող կերպ գաղափարախոսությունը չի կարող բան տեղ, գիտեք, պարոն Կարապետյան, ինձ համար շատ որը ներողություն ընդհատելու համար իդեպ ժամանակին լեգիտիմացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, երբ նա ուղիղ համեմատության մեջ դրեց Արևմտյան Հայաստանի հետ։ Այո, եւ գիտեք Նիկոլ Փաշինյանի դիսկուրսները միշտ իր մեջ պարունակում են շատ լուրջ ռիսկեր, ես չեմ ուզենա կրկնել այն ամեն ինչ ինքը ասում է, որովհետեւ ստացվում է, որ մենք համաձայնում ենք ու սկսում ենք քննարկել իր կեղծ քաղաքական օրակարգը, պարզապես կասեմ, որ այդ մարդը արդեն շուտվանից լուրջ կասկածներ ես ունեմ, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, տարբեր սա իմ պնդումն է, իմ քաղաքական կասկածներ է, կարող է սխալվեմ, բայց վերջին շրջանում փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի հարցում ոչ մեկ չի սխալվում, բացի Իլհամ Ալիևից, եւ իմ մոտեցումները հետեւյալում են, որ մեր ժողովուրդը պետք է ռեալ ընտրություն անի, կամ մենք ընտրում ենք հինը կամ ընտրում ենք այս վիճակը, որը որ կա, առանց փոփոխության, նվաստացած Ադրբեջանի ենթարկվելով, կամ մենք ընտրում ենք նոր ղեկավար, նոր մարդ, այդքան սպասված նոր քաղաքական ուժի, որը վերջին 6-8 տարում կա այդ պնդումը հասարակության մեջ, եւ ունենում ենք անվտանգ եւ տնտեսապես ուժեղ Հայաստան։ Մեզ համար դա պրիորիտետ է, մեր համար դա ամենաառաջնային տեղում է գտնվում։ Մարդիկ այսօր ուզում են ֆինանսական բավարարվածություն եւ անվտանգային բավարարվածություն։ Եվ երկուսը իրար հետ փոխկապակցված են, հնարավոր չի տարանջատել մեկը մյուսով, այսպես շղթայաձև իրար հետ կապվածություն ունեն։ Շնորհակալ եմ պարոն Դավթյան նման հետաքրքիր զրույցի համար։ Մեդիահաբի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի միջազգայնագետ ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Գառնիկ Դավթյանի հետ։ Այսօր այսքանը, շնորհակալ եմ, կհանդիպենք։
Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։